Հարտիրոջը, սիրելի Աստծո զավակներ, Գագի եղբորը, Ալֆեդ եղբորը ասում, այս երկչախումբը, ռեշտակները բարձրացան ստեղ ասում, ամեն ժամանակ ընձի լացեցնում են այս երկչախումբը, Աստված օրհնի, թող Սուրբ Հոգին լցնի երկչախմբին, Սուրբ Հոգով լցնի, երկեցինք, որ Տիրոջ Սուրբ Հոգի զտիր ինձ լիովին, հիշում եք, երկեցինք, չէ, Տիրոջ Սուրբ Հոգի զտիր ինձ լիովին, ինչի համար, որ վրաս երևնա փրկչիս գեղեցկություն, ամեն, սիրելի Հոգի, քո վրա երևում է փրկչի գեղեցկություն ամեն օր, տանդ մեջ երևում է փրկչի գեղեցկությունը, քո լեզվի վրա կա գեղեցկություն, քո կյանքի մեջ կա գեղեցկություն, քո վարքի մեջ կա գեղեցկություն, սրբություն, կա, կնենք մեր անձերը, թող Տերը իր հոգով լցնի մեզի ամեն օր, որ մեր վրա երևա փրկչի գեղեցկությունը, ամեն, մարդկանց որդիներից գեղեցիկ էր մեր փրկիչը, 45 Սաղմոսի մեջ, ինչով էր գեղեցիկ, իրա վարքով, իրա նիստուկացով, խոսքով, վերաբերմունքով, կյանքով, սիրելի Հոգի, գեղեցիկ ես դու հասարակության մեջ, Տիրոջ ներկայությունը քո հետ է, Տիրոջ ներկայությունը քո լեզվի հետ է, քո վարմունքի հետ է, եթե չէ արթնացի, այսօր իմ խոսքի պատգամն է լսող սիրտ, կարդում եմ Աստվածաշունչը, մեկ էլ Սուրբ Հոգին ինձ ասում է, դու լսող սիրտ ունես, լսող սիրտ ունես դու, լսող սիրտ նշանակում է սրտի ականջներդ բաց, որ սրտով դու լսես Աստծուն, սրտի ականջներով լսես Աստծուն դու, Սուրբերը, Աստծո զավակները սրտի ականջներով էին լսում Աստծուն, մենք ունենք ֆիզիկապես երկու ականջներ, լսում ենք մեկ, հիմա որ խոսում եմ, դուք լսում եք, ականջներով լսում եք, բայց Աստված մեզի խոսում է հոգիով, Աստված հոգի է, մենք պետք է Աստծուն լսենք հոգու ականջներով, ամեն, քու հոգու ականջները բաց է սիրելի Հոգի, այսօր իմ թեման է հոգու ականջներդ բաց է, կա լսող ականջ, կա խուլ ականջ, գիտեք, կա լսող ականջ, կա խուլ ականջ, մենք պետք է Աստծո խոսքը լսենք ականջներով, ամբողջ մտքով, ամբողջ հոգիով, կարդում եմ Մատթեոս ավետարան, 13-րդ գլուխ, Մատթեոս ավետարան 13 գլուխ, Տեղ ասում է Հիսուսը ականջների մասին, սիրելի Աստծո ժողովուրդ, Մատթեոս 13 գլուխ, 13 խոսքից, Հիսուսը խոսում էր առակներով ժողովրդի հետ, 13-10 Անոր համար առակներով կխոսիմ անոնց, որ կտեսնեն ու չեն տեսներ, և կլսեն ու չեն լսեր ու մի չեն առներ։ Հետաքրքիր է, չէ՞։ Տեսնելով տեսնում են ու չեն տեսնում, լսելով լսում են ու չեն լսում։ Նրանք հոգևոր կույրեր են, հոգևոր խուլեր են դրանք, որ տեսնում են ու չեն տեսնում և լսում են ու չեն լսում, դրա համար առակներով է խոսում, որպեսզի նրանց միտքը բացի, անոնց վրա պիտի կատարվի Եսայի մարգարեությունը, որ կսե, լսելով պիտի լսեք ու պիտի չտեսնեք, տեսնելով պիտի տեսնեք ու պիտի չտեսնեք, վասնզի այս ժողովրդին սիրտը թանձրացավ և իրենց ականջներով ծանր լսեցին ու աչքերին գոցեցին, որպեսզի չլա թե աչքերով տեսնեն և ականջներով լսեն, սրտով իմանան և դարձի գան և ես զանոնք բժշկեմ։
ամեն։ Ուրեմն բժշկությունը որտեղից է գալիս, լսելուց։ Ովքեր կլսեն, նրանք կբժշկվեն։ Ովքեր կլսեն, եւ լսելը ոչ թե միայն բերում է հավատք, նաեւ բժշկություն, եւ լսելը բերում է նաեւ հնազանդություն։ Պետք է լսենք, որ հնազանդվենք, պետք է լսենք Տիրոջ խոսքը, որ բժշկվենք եւ միտք առնենք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Դրա համար շատ կարևոր է մեզի յուրաքանչյուրիս, որ ամեն մեկը սանատական ասենք Տեր, իմ սրտի ականջները բաց, որ լսեմ քո ձայնը, ամեն, իմ սրտի ականջները բաց, որ լսեմ քո ձայնը, Աբրամի սրտի ականջները բաց էր ժողովուրդ ջան, հիշում եք Աբրամի փորձությունը, Աստված Աբրամին ասեց վերցրա Իսահակին տար զոհ անելու, Աբրամը չկասկածեց, չասեց, որ իս միտքը, իս խոսքը սատանան ասում, քանի որ նրա լսելիքները զարգացած էր հոգևոր եւ վերցրեց Իսահակին եւ տարավ զոհ անելու, այ լսող ականջ, ամեն, Աստված թող մեզի լսող ականջներ տա, սիրելի Աստծո ժողովուրդ, շատ կարևոր է, շատ կարևոր է, որ մենք ունենանք լսող ականջներ եւ պետք է մենք խնդրենք Տիրոջը, որ Տեր տուր մեզի լսող ականջ տուր, որ լսենք քո ձայնը, Սատանան էլ է խոսում, իմացեք, փսփսում է Սատանան, եւ օրինակ Սողոմոնին երրորդ թագավորաց կարծում եմ երրորդ թագավորաց երրորդ գլուխ լսելու մասին է խոսքը, որ Սողոմոնը Աստված Սողոմոնին ասեց, որ Գաբավոնում երևաց Սողոմոնին Աստված եւ Աստված ասեց Սողոմոնին Գաբավոնի մեջ երրորդ թագավորաց երրորդ գլուխ 5-րդ խոսքը Գաբավոնի մեջ Տերը Սողոմոնին երևցավ գիշերվան երազով եւ ասավ Տերն ասում է Սողոմոնին Բան մը խնդրե որ քեզի տամ Եվ Սողոմոն ասավ դու քու ծառայիդ իմ հորս Դավիթին մեծ ողորմություն երիր Քանզի անիկա քու արջևը ճշմարտությամբ, արդարությամբ եւ ուղիղ սրտով քալեց քեզի հանդեպ ու անոր այս մեծ ու ամուր սերը պահեցիր ու իր աթոռը նստող որդի մտվիր անոր Արդ ով Տեր Աստված իմ դու քո ծառատ իմ հորս Դավիթին տեղ թագավոր երիր բայց ես պստիկ տղա մնեմ ելնելն ու մտնելը չեմ գիտեր Քու ծառատ, քու ընտրած ժողովրդիդ մեջ է, որ շատվոր, անթիվ ու անամար ժողովուրդ մնե, ուստի քու ծառայիդ իմաստուն սիրտ տուր։ Իմաստուն սիրտը ներքև ասում է, իմաստուն սիրտ, հայերեն ասում իմաստուն սիրտ, բայց եբրայեցերեն ասում է լսող սիրտ տուր։ Տերը Սողոմոնը Տիրոջը պատասխանում ասում է ինձի լսող սիրտ տուր։ Այսինքն իմ սրտի ականջները բաց, որ ես լսեմ, Սողոմոնը հասկացավ, որ ծանր գործի մեջ է ինքը մտնում, եւ պետք է, որ ինքը լսող սիրտ ունենա Տիրոջը, որ ինքը որոշումները կայացնի, ճիշտ որոշում կայացնի։ Դրա համար խնդրեց Տիրոջը, որ ինձի իմաստուն սիրտ տուր, այսինքն լսող սիրտ տուր։ Տերը տվեց թե չէ Սողոմոնին լսող սիրտ, իմաստուն սիրտ։ Եվ ասում է Ուստի քու ծառայիդ իմաստուն սիրտ տուր, որպիսի քու ժողովուրդը դատե ու բարին ու չարը որոշե, քանզի այս քո մեծ ժողովուրդդ ով կրնա դատել։ Այս խոսքը, այսինքն Սողոմոնին այս բանը խնդրելը Տիրոջը աչքերուն հաճո երևցավ։ Աստված անոր ասա, որտեւ այս բանը խնդրեցիր, Այսինքն ինչ խնդրեցիր, լսող սիրտ խնդրեցիր, այս բանը խնդրեցիր ինձի հաճելի է, ասուն հաճելի է, որպեսզի մենք լսող սիրտ ունենանք, լսող ականջ ունենանք, որ Սողոմոնի պես ճիշտ որոշումներ անենք, սիրելի ժողովուրդ, մանավանդ ծառայողներս պետք է լսող սիրտ ունենանք, որպեսզի ճիշտ որոշումներ անենք, սիրելի Աստծո ժողովուրդ,
Աստված անոր ասավ 11 խոսքը, որտեւ այս բանը խնդրեցիր ու քեզի շատ օրեր չխնդրեցիր ու քեզի հարստություն չխնդրեցիր ու քու թաշնամիներուդ հոգին չխնդրեցիր, ապա իրավունքը իմանալու իմաստություն խնդրեցիր, ահա քո խոսքիդ պես ըրի, քեզի իմաստուն ու հանճարեղ սիրտ մտվի, այնպես որ քեզ մե առաջ քեզի պես մեկը եղած չէ ու քեզ մե ետ գնալ քու նմանդ պիտի չլա, նաև քու չխնդրած ալ քեզի տվի, թե հարստություն և թե փառք, այնպես որ քու կյանքիդ բոլոր օրերուն մեջ, թագավորներուն մեջ քեզի պես մեկը պիտի չգտնվի, ալելույա, ամեն։ Տեսնում եք դրանից հետո Սողոմոնը երկու կին բերեցին Սողոմոնի առաջ, հիշում եք, սրանից հետո Սողոմոնը ինչ ճիշտ որոշում արեց, ինչու որտեղ նա իմաստուն սիրտ ուներ։ Մեզի պետք է իմաստուն սիրտ, մեզի պետք է լսողականներ Տիրոջը, սիրելի Աստծո ժողովուրդ, որպեսզի մենք լսենք Տիրոջ ձայնը, պետք է խնդրենք, ասենք, Տեր, դու մեզի լսող սիրտ տուր, առաջնորդիր, իմաստություն տուր ինձի, որպեսզի քո կամքը կատարեմ, որպեսզի լսեմ դու ինչ ես խոսում եւ զանազանեմ, սիրելի Աստծո ժողովուրդ, դա շատ կարեւոր է մեզի, շատ։ Եվ որպեսզի մենք ունենանք լսող սիրտ եւ պետք է մենք խնդրենք ասում, որ դու մեզի նաև ախորժակ, որ քո խոսքը ուտենք, որտեղ քո խոսքն է բացում մեզի, քո խոսքն է տալիս մեզի իմաստություն, քո խոսքն է մեր ոտքերին ճրագ, մեզի լուսավորում է քո խոսքը, պետք է չէ ժողովուրդ ջան մեզի։ Թող Աստված օգնի մեզի ողորմություն անի եւ ուզում եմ կարդամ Ելից 15 գլուխ լսելու մասին է խոսքը, միտքը, Ելից 15 գլուխ, ովքեր Աստվածաշունչ ունեն, թող բացեն, խնդրում եմ Ելից 15 գլուխ 26 խոսքը, ասում է հետևյալը. Ելից 15 26 խոսք ասում է հետևյալը. Եվ ասավ, եթե Տիրոջը քո Աստծո ձայնին ուշադրությամբ մտի կնես ու ինչ որ անոր առջև շիտակ է անես եւ անոր պատվիրանքներուն ականջ դնես ու անոր բոլոր կանոնները պահես, այն ախտերեն մեկը քու վրա պիտի չբերեմ, որոնք Եգիպտացիներուն վրա բերի, քանզի ես եմ Տերը, որ քեզ կբժշկեմ։ Ուրիշ թարգմանության մեջ ասում է ես եմ Տերը քո բժիշկը։ Ուզում եք Տերը լինի մեր բժիշկը, ժողովուրդ ջան։ Ուրեմն որ Տերը լինի մեր բժիշկը, ինչ պետք է անենք։ Լսենք Տիրոջ ձայնին։ Այսօր եկեղեցիների մեջ բաժանումը, քայքայումը լինում է Տիրոջ ձայնը չլսելուց։ Հիսուսը իր աշակերտներին ասեց. Իմ ոչխարներս իմ ձայնը կլսեն եւ իմ հետևից կգան։ Ճիշտ է թե չէ։ Իմ Հովհան Ավետարան 17 գլուխ, Հովհան Ավետարան 17 գլուխ, ժողովուրդ ջան։ 10-րդ գլուխ կներեք, Հովհան Ավետարան 10-րդ գլուխ, բարի հովիվը Հիսուսը ասում է, չէ։ Եվ մեկ հոտ կլինեն այն ժամանակ, որ Տիրոջ ձայնին լսեն։ Հովհան Ավետարան 10-րդ գլուխ, Հովհան Ավետարան 17 գլուխ, Հովհան Ավետարան 10 գլուխ, 10, Հովհան Ավետարան 10-րդ գլուխ, 27 խոսքը, պատասխան տվավ անոնց, հիմա ես ձեզ եսի ու չլսեցիք, ինչու համար նորեն լսել կուզեք, միթե դուք ալ կուզեք անոր աշակերտը լալ, Հովհան Ավետարան 10-րդ գլուխ, 10-րդ գլուխ կներեք, ես 9-րդ գլուխն եմ բացել, 27 խոսքը, 10-րդ գլուխ, Հովհան Ավետարան 10-րդ գլուխ, 27 խոսքը, իմ ոչխարներս իմ ձայնս կլսեն
ու ես ալ զանոն կճանչնամ եւ իմ ետևես կուգան։ Իմ ոչխարներս իմ ձայնս կլսեն եւ իմ ետևես կգան։ Երբ պետքա գնանք Հիսուսի ետևից, որ լսենք Տիրոջ ձայնը։ Սիրելի Աստծո ժողովուրդ, եւ 17 խոսքը Եվ անորամար իմ հայրը զիս կսիրե, որտեվ ես իմ կյանքս կդնեմ, որպեսզի նորեն առնեմ։ Ուրեմն սիրելի Աստծո ժողովուրդ, Հիսուսը որ խոսում էր եւ ասում էր, որպեսզի մեկ սիրտ, մեկ հոտ, մեկ հովիվ լան, պետքա լսեն իմ ձայնը։ Ուրեմն միաբանությունը գալիս է լսելուց։ Ուրեմն ինչ համար միաբանություն չի լինում, որովհետեւ ականջները բաց չի։ Եթե լսեն Տիրոջ ձայնը միաբանություն կլինի, պետք է լինեն մեկ հոտ եւ մեկ հովիվ։ Հիսուսն ասում, սիրելի Աստծո ժողովուրդ։ Դրա համար մենք կարիք ունենք խնդրելու Տիրոջը, որ Տեր օգնի մեզի։ Ինչպես քո առաքյալներին ասեցիր, դուք իմ ձայնս որ լսեք, իմ ոչխարներս կլնեք եւ իմ հետևից կգաք։ Ուրիշի հետևից չեք գնա։ Ես գառ եմ պահե, հետո ոչխար եմ պահե։ Ես որ տանում էի գառներին առածացնելու, որ ուրիշ գառների հետ խառնվում, կանչում էի ձենով, կանչում էի գառները իմ ձենը ականջ էին դնում եւ գալիս էին։ Ինչու որտեվ շատ էի զբաղվում, շատ էի տանում առածեցնում, նրանք իմ ձայնը ճանաչում էին, բայց ուրիշի ձայնը չէին ճանաչում։ Այնպես էլ Հիսուսի զավակները սատանայի ձայնը չեն լսում։ Սատանայի ձայնը լսում են, պատասխան չեն տալիս։ Եսայա 42 գլուխը, Եսայա 42 գլխի 42 գլուխ 18 խոսք ասում է. Ով խուլեր, լսեցեք։ Խուլը ո՞նց է լսում։ Ով խուլեր ասում է, լսեցեք։ Եվ ով կույրեր, նայեցեք, որպեսզի տեսնեք։ Խուլը ո՞նց է լսում, ժողովուրդ ջան։ Խուլը չի լսում։ Խուլը ինչը չի լսի։ Սատանայի փսփսանքները չի լսի։ Ով է կույր իմ ծառայեզատ, կամ խուլ, ով է կույր Աստծո ընտրյալին պես, կամ խուլ Տիրոջ ծառային պես, ես ում մասին է խոսում։ Հիսուսի մասին է խոսում։ Հիսուսը խուլ էր, չէր լսում սատանային։ Հիշում եք փորձությունները Հիսուսի։ Մատթեոս 4-րդ գլուխ փորձությունները Հիսուսի, 3 փորձություններ, որ սատանան նրան ասում էր խոսքով։ Խոսքը որ մոտենում փորձում Հիսուսին, բայց Հիսուսը ինչ էր պատասխանում։ Աստծո խոսքով էր պատասխանում։ Սատանային չէր հնազանդվում, խուլ էր, ականջները փակ էր սատանայի համար։ Դրա համար Աստված ուզում է, որ մենք խուլ լինենք մեղքի նկատմամբ։ Ամեն։ Բայց մեր ականջները բաց լինի Աստծո խոսքի նկատմամբ։ Շատ բաներ կտեսնես 20 խոսքը։ Եսայա 42-ի 20 խոսքը, շարունակությունը։ Շատ բաներ կտեսնես, բայց զգուշություն չես աներ։ Ականջներդ բաց են, բայց չես լսեր։ Տերը իր արդարությանը համար անոր հաճեցավ, իր օրենքը մեծուց ու փառավորեց։ Հիսուսը ոնց Տիրոջ օրենքը մեծացրեց ու փառավորեց։ Հիսուսը ոնց Տիրոջ օրենքը մեծացրեց ու փառավորեց, Տիրոջ խոսքը կատարելով, արդարությունը կատարեց, փառավորեց, մեծացրեց։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մենք եթե խուլ լինենք, Տիրոջ օրենքը կբարձրացնենք, Տիրոջը կփառավորենք Հիսուսի պես։ Դրա համար Աստված ուզում է, որպեսզի մենք Հիսուսի պես խուլ լինենք մեղքի նկատմամբ։ Արդյոք մենք խուլ ենք։ Սատանայի փսփսանքները ընդունում ենք, թե չենք ընդունում։ Զանազանում ենք Աստծո խոսքը, Սուրբ Հոգու խոսքը, սատանայի խոսքը։ Իսկ Հիսուսը չլսեց եւ արդարացրեց։ Հիշում եք, որ Հիսուսը եկավ Հովհաննես Մկրտիչի մոտ մկրտվելու, ջրով մկրտվելու։ Հիշում եք Մատթեոս ավետարան 3-րդ գլուխ։ Հովհաննես Մկրտիչ ասեց, որ ինձ պետք է որ քենից մկրտվեմ, դու եկել ես ինձանից մկրտվես։ Հիսուսը ինչ պատասխանեց։ Ասես թույլ տուր իմ արդարությունը կատարենք։ Հիսուսին պետք էր փրկություն, ջրի մկրտություն։ Բայց ինչ ասեց, թույլ տուր որ արդարությունը կատարենք, այսինքն ինչ արդարություն։
Այսինքն Տիրոջ խոսքը կատարենք, որտեղ Տերը Հովհաննեսին ուղարկել է, որ Հիսուսին ջրով մկրտի, հիշում եք։ Եվ Հիսուս ասեց. «Թույլ տուր, որ հիմա արդարությունը կատարենք»։ Ուրեմն Տիրոջ օրենքը ոչ թե միայն փրկության համար է, հապա արդարությունը կատարելու համար է, ինչպես Հիսուսը կատարեց։ Ասես թույլ տուր, որ արդարությունը կատարենք։ Այսինքն Հիսուսը ջրով մկրտվավ Հովհաննես մկրտիչի մոտ։ Հիսուսը օրենքը բարձրացրեց։ Եթե մենք սատանայի կամքը չենք կատարում, Տիրոջ օրենքը բարձրացնում ենք։ Տերը փառավորվում է ու մեծարվում է, ինչպես Հիսուսը փառավորեց։ Հիսուսի մեջ նենգություն չկար, նրա մեջ մեղք չկար, Տիրոջ օրենքը իր հոգու մեջ էր, իր սրտի մեջ էր եւ ինքը պատասխանում էր խոսքով, Տիրոջ խոսքով էր պատասխանում։ Ուրեմն մեր կյանքի ընթացքում ամեն փորձությունների ժամանակ մենք պետք է Տիրոջ խոսքը օգտագործենք, սիրելի ժողովուրդ։ Մենք ինքներս չենք կարող հաղթել մեղքին։ Մենք ինքներս մեր ջանքերով, մեր ճարպկությունով, մեր գիտությունով մենք չենք կարող հաղթել մեղքին։ Հապա Տիրոջը պետք է մեր սրտերի մեջ պահենք եւ իր խոսքը, որ կարողանանք արդարությունը կատարենք եւ կանանք Տիրոջ շնորհքը բարձրացնենք, ինչպես մեր Փրկիչը կատարեց, սիրելի Աստծո ժողովուրդ։ Թող Աստված օգնի եւ զորացնի մեզի եւ Սաղմոս 95-ի մեջ ասում է հետևյալը, սիրելի ժողովուրդ, 95, Սաղմոս 95, 6-րդ խոսքը, լսելու մասին ասում. Եկեք երկրպագություն անենք ու ծռինք, ծուն կրկնենք մեզ ստեղծող Տիրոջ առջև, վասնզի ան է մեր Աստվածը, եւ մենք անոր արոտին ժողովուրդը եւ անոր ձեռքին ոչխարներն ենք։ Այսօր, եթե անոր ձայնը պիտի լսեք, ձեր սրտերը մի խստացնեք, ինչպես Մերիպայի մեջ, անապատին մեջ փորձության օրվանը պես, ուր ձեր հայրերը զիս փորձեցին, քննեցին զիս ու իմ գործերս տեսան, 40 տարի զզվեց այն ազգեն ուսի, անոնք սրտով մոլորած ժողովուրդ մնեն, իմ ճամփաները չճանցան, ուստի իմ բարգությանս մեջ երթումրի, որ անոնք իմ հանգիստս չմտնեն։ Տիրոջ հանգիստը մտնելու համար ինչ պետք անենք։ Տիրոջ ձայնը պետք է լսենք։ Տիրոջ հանգիստը մտնելու համար պետք է Տիրոջ ձայնը լսենք, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ինչպես Իսրայելի ժողովուրդը լսեց, չմտավ Տիրոջ, չլսեց, չմտավ Տիրոջ հանգիստը։ Իսկ մենք լսենք, մտնենք երկնային թագավորություն։ Ամեն։ Թող Աստված մեզի լսող սիրտ տա, լսող ականջ տա, որպեսզի մենք Տիրոջ ձայնը լսենք։ Տիրոջ ձայնը լսենք, որ մեր հովի հետևից քայլենք։ Դավիթն ասում է. Տերն է իմ հովիվը։ 23 Սաղմոսի մեջ Տերն է իմ հովիվը։ Ես ոչ մի բանի կարոտություն պիտի չունենամ, նազիս խոտավետ արոտներու մեջ կպարկեցնե, հանդար ջուրերու քով ինձի կառաջնորդ է, Տերն է իմ հովիվը։ Դու Տիրոջ ոչխարն ես։ Դավիթն ասում է. Տերն է իմ հովիվը։ Ուրեմն ինքն էլ Տիրոջ ոչխարն էր, չէ՞ որ Տերն է իմ հովիվը։ Ուզում եք Տերը լինի մեր հովիվը։ Ուզում եք։ Ամեն։ Պետք է Տիրոջ ձայնը լսենք, որ Տերը լինի մեր հովիվը, որ սատանայի ձեռքից մեզի ազատի եւ ազատել է, որ մենք մեղքի անիրավության մեջ մեռած էինք, մեղքերի հանցանքների մեջ մեռած էինք մենք։ Ինչ արեց, մեզի հարություն տվեց, կենթանացրեց Փրկիչը, որպեսզի մենք Տիրոջ ձայնը լսենք, ժողովուրդ ջան։ Այսքան ժամանակ աղոթ կարողեք, որ Տեր ինձի լսող սիրտու։ Թե չեք աղոթե։ Եթե չեք աղոթե, այսօր ժամանակն է, որ ասենք Տեր, մեզի լսող ականջ տուր, լսող սիրտ տուր Սողոմոնի պես, որպեսզի կարողանանք ճիշտ որոշում անենք։ Կարևոր է, չէ՞ ժողովուրդ ջան մեզի։ Տեր, մեզի լսող ականջ տուր, որ լսենք քո ձայնը, որ բժշկվենք, լսենք քո ձայնը, որ հավատք ունենանք, որտեղ հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից է։ Առանց լսելու դու չես կարող հավատք ունենալ, առանց լսելու չես բժշկվի, առանց լսելու բան չես կարող անել։
Մենք լսել ենք, որ գալող շաբաթօր հաղորդություն կլինի։ Ասում է եղբայրը, ասում եմ, որ գալող շաբաթ հաղորդությունն է, լսում եք։ Ովքեր որ չեն գալիս, չեն լսում։ Չէ՞։ Ովքեր որ չեն գալիս, չեն լսում։ Ով է լսում, ով է լսում ու կատարում է։ Ով է լսում ու կատարում է, Հիսուսն ասում է, չէ՞ Մատթեոս 7-րդ գլխի մեջ։ Այն ամենը, որ իմ խոսքերս լսում է ու կատարում է, նմանում է խելացի մարդի, որ իր տունը շինեց վեմի վրա։ Ով որ լսում ու կատարում է, իր հիմքը դնում է ժայռի վրա, Հիսուսի վրա։ Անձրևներ են գալիս, գետերը վարարում են, հովերը փչում են, եւ քոմիներ գալիս են, զարկում են տանը, չի փլում, ինչի, որտեղ վեմի վրա հաստատված է։ Ինչու, որտեղ լսող ականջ ունի։ Ամեն։ Ովքեր լսում են չեն կատարում, ինչի է նմանվում, ասում է Հիսուսը։ Նման է այն մարդին, որ իր տուրը շինում ավազի վրա, չէ՞։ Քամին գալիս է, գետերը գալիս են, վարարում են, զարկում են, տանը փլում գնում է, որտեղ ավազի վրա է։ Վեմը Հիսուսն է։ Ավազը Սատանեն է։ Սատանի հիմքի վրա չարժի հիմք դնել, որտեղ կործանի Սատանան, տանում է կորուստ։ Հիսուսն եկավ փրկելու, իսկ Սատանան կորսեցնելու։ Դրա համար կոչվում է կորստյան որդի, որտեղ մարդկանց խաբում է, տանում է կորուստ, բայց Հիսուսը տանում է դեպի կյանք հավիտենական։ Ամեն։ Աստված մեզ ինչ տա, լսող սիրտ։ Աստված մեզ լսող ականջներ կա, ձանձրացնում եմ ժողովուրդ ջան։ Չքնեք։ Ես տեսնում եմ մեքանից արդեն քնում են։ Մի քնեք, արթնացեք, Աստված խոսում է ձեզ այդ այսօր։ Մենք եկել ենք քնելու թե լսելու։ Քնելու տուն ունենք մենք, բայց եկել ենք լսելու ժողովուրդ ջան։ Մի օր մեկին ասեցի, եղբայր լսում ես ինչ եմ ասում, տեսա քնած, հա։ Ասի լսում ես ինչ եմ ասում, ասում հա։ Ասում եմ լսում ես ինչ եմ ասում, ասում Հիսուսի մասին ես ասում, ասի ինչ մտքի վրա եմ խոսում, ասում Հիսուսի մասին ես խոսում։ Ամի չելա որ ստեղից ասեմ եղբայր դու ինչի մասին եմ խոսում, իմ ասեք ստեղից խոսողը տենում ով ականած։ Չնեղանակ որ ասեմ զարթնի քույրի կամ եղբայր։ Կամ ես որ քնած կլամ ինձ զարթնցրեք, ասա դուր ես գնաց է, կողպեն ասում սարի թող։ Սիրելի Աստծո ժողովուրդ, այդտենց երկ կա, չէ՞։ Տեր կլսեմ ձայնդ այսօր, չէ՞, այդտենց երկ ունենք, չէ՞։ Հրեշտակներ, երջախմբին ասում եմ հրեշտակներ, ես իսկականից հրեշտակներ մեզ ուրախացնում են, մենք պետք է տունել աղոթենք մեր հրեշտակների համար, որ մեզ ուրախացնեն։ Ամեն։ Ես ուրախանում եմ իրանց համար, որտեղ ինձ շատ են լացեցնում։ Ինչի որտեղ ականջս բացում եմ, որ ականջս բացում եմ լաց եմ ելնում, որ քնած եմ ելնում, լաց եմ ելնում։ Քնած մարդը որտեղից լաց լինի, քնած մարդը առևտրի մեջ հակամ եսի մուրա, բայց լսող մարդը լսում է ու լաց ալնում։ Ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը լսող ականջ ունենա, ամեն։ Ես ուզում եմ, որ ես լսող ականջ ունենամ, իմ կինն էլ լսող ականջ ունենա, իմ երեխեքն էլ լսող ականջ ունենա, որ Աստծո ձայնը լսենք։ Ամեն ժողովուրդ ջան, կանգնենք Տիրոջ առաջ։ Խնդրենք Տիրոջը, որ Տերը մեզի լսող ականջ տա։ Ամեն։ Ովքեր են համաձայն։ Համաձայն ենք բոլորս, որ Աստված մեզի լսող ականջ տա, օրհնյալ փառք քեզի։ Մեր թագավոր Աստված, մեր ապավեն Աստված, մեր բժիշկ Աստված, փառքը քեզի լինի Հիսուս, որ մեզի լսող ականջներ ես տալիս, փառք քեզի, որ մենք քարոտի ժողովուրդն ենք, մենք քո գառներն ենք Տեր։ Փառք քեզի տուր լսող ականջ, իմաստուն սիրտ տուր, որպեսզի քո ձայնը լսենք, դու լինես մեր բժիշկը, դու լինես մեր հովիվ առաջնորդես մեզի, փառք քեզի։ Օգնիր օտարի ձայնը չլսենք, խուլը լանք քեզի պես։ Օգնիր սատանայի ձայնը չլսենք, ինչպես դու չլսեցիր։ Օգնի քորենքը Տեր բարձրացնենք, արդարությունը կատարենք, փրկիչս փառք քեզի։ Իմ ժողովրդի համար աղոթք եմ անում եւ իմ համար Տեր, լսող ականջ տուր մեզի, Հիսուս, լսող սիրտ